Ողջույն հարգելիներս, երկրորդելով պարոն Չալաբյանին շարունակեմ մեր կողմից արձանագրած ընտրախախտումները նախընտրական քարոզչության շրջանակներում, որովհետև մեր դիտորդական առաքելությունը իրականացում է ոչ ինչպես նշվեց, ոչ թե բուն ընտրության օրը, այլ ողջ ընտրական գործընթացին զուգորդված։ Իրականում ընտրախախտումները բավականին մտահոգիչ են նախընտրական քարոզչության շրջանակներում առավել ևս, որովհետև էականորեն ասել են շնորհակալություն որովհետև էականորեն նախընտրական քարոզչության շրջանակում սահմանափակված են եղել ընդդիմադիր գործիչների քարոզչական հնարավորությունները։ Հիմա սկսեմ սկզբից, նախ անդրադառնանք այն հանգամանքին, որ իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, ով առաջնորդում է իրենց ցուցակը, այս պայմանությամբ միաժամանակ հանդիսանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Եվ որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչպես ինքը, այնպես էլ իրենց ընտրացուցակում գտնվող եւ ներգրաված ազգային ժողովի падգամավորներն ու այլ թեկնածուները, ըստ հանրային ծառայության մասին օրենքի, ըստ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի, ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի սահմանափակված են իրենց քարոզչության շրջանակներում օգտվելու իրենց պաշտոնից բխող ցանկացած ռեսուրսից, այդ թվում կլինի դա պաշտոնից նյութական ռեսուրս, կլինի դա հանրային միջոցներ, իրենց որպես պաշտոնակատար հանդես գալիս, ինչպես օրինակ ազգային ժողովի ամբիոնն է, երբ հանդես են գալիս որպես падգամավոր եւ կատարում են ազգային ժողովի ամբիոնից ելույթներ են ունենում։ Այսպես, որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը կիսվել է ճանապարհային դեպարտամենտ ֆոնդի հայտարարությամբ Գյումրում ճանապարհաշինարարության իրականացնելու վերաբերյալ այսպիսի քարոզչական գրառմամբ, որ Գյումրում չսարքված ճանապարհներ չեն լինելու։ Դա ակնհայտ խախտում է իմ կողմից մատնանշված իրավակարգավորումների պահանջը եւ դուրս է դրանց շրջանակներից։ Այնուհետև մարտի 25-ին շուրջ 1 տասնյակի հասնող падգամավորներ իշխող ուժի հայտարարությունների ժամին հանդես եկան տարաբնույթ հայտարարություններով Գյումրում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության վերաբերյալ ուղղակիորեն կոչեր հորդորներ ներկայացրեցին գնալու քվեարկելու իրենց քաղաքական ուժին, այդ թվում ուղղակիորեն մատնանշելով իրենց քվեաթերթիկի համարը, միևնույն ժամանակ իրենք մի շարք արատավորող հայտարարություններով հանդես եկան մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի թեկնածուների վերաբերյալ, անվանական նշելով նրանց Եվ ամենախնդրահարույց է այստեղ կանում է նրանցում ոչ միայն անվանարկում են թեկնածուներին, այլև մարդկանց հորդորում են զերծ մնալ նրանց քվեարկությանը, ուղղակիորեն հակաքարոզչություն իրականացնելով եւ ազդեցություն ներգործություն ունենալով ընտրական իրավունքի իրականացման վրա քաղաքացիների։ Միևնույն ժամանակ այստեղ նաև արձանագրել են կրկնախախտում, որովհետև այդ падգամավորներից մեկը Էմմա Պալյանը միևնույն ժամանակ հանդիսանում էր քաղաքացիական պայմանագրի ավականուն անդամների թեկնածու ըստ իրենց քաղաքական ուժի ցուցակի, եւ նա կրկնակի անգամ էր զսպված ու ուներ սահմանափակում որպես թեկնածու էլ, եթե հանրային ծառայող է օգտվելու իր պաշտոնից, պաշտոնեական դիրքից դրան հարմարեցված ռեսուրսներից, որոնցից է նաև ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալու հնարավորությունը եւ այս պարագայում բացի սահմանափակումների խախտումից նաև խախտել է լուսաբանման կանոնները, որովհետեւ որպես թեկնածու իրեն օգտվել է հանրային հեռուստաընկերության պետական ծածկույթից լուսաբանվելու հնարավորությունից, իսկ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը նման դեպքի համար պարտավորեցնում է, որպեսզի այս հեռուստաընկերությունը համահավասար մյուս թեկնածուների համար եւս այսպիսի հնարավորություն բաշխի, եթե այդպիսի խախտում է տեղի ունենում։ Այս համապարփակ, պետք է ընդգծենք, որ պատահական չէ օրենսդրի նման կամքը, որովհետև բոլոր քաղաքական ուժերը չէ, որ ունեն ներկայացվածություն տարբեր հանրային ծառայություններում, այդ թվում օրենսդիր մարմնում, իսկ օրենսդիր մարմնի բարձր ամբիոնը հանրամատչելի
եղանակ է քաղաքացիների հետ կապ հաստատելու եւ բնականաբար ակնհայտորեն, եթե իրենք իրավունք ունենային քարոզչություն իրականացնելու որպես падգամավորներ, ակնհայտ անհավասար պայմաններ իրականացնեին եւ կունենային ցանկացած ընտրության մասնակցող մյուս քաղաքական ուժերի համեմատ։ Այս պարագայում, ինչպես արդեն տեսնում ենք այս դեպքում եւս, քաղաքական ուժերից միայն քաղաքացիական պայմանագիրն է, որ ոչ միայն իշխող ուժ է, այլև ունի ներկայացվածություն օրենսդիր մարմնում եւ ակնհայտորեն այս օրենքի սահմանափակման շրջանակները սահմանազանցվել են։ Էպոպեան որպես խախտում անաչառ դիտորդի համար իհարկե երեք տեղի ունեցող իրադարձություններն են, երբ առավոտյան իրավապահ մարմինները ներխուժեցին երկու կուսակցական դաշինքների գրասենյակներ, Մայր Հայաստանի պարագայում օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացվեցին խուզարկության տեսքով ինչպես նախընտրական շտաբերում, այնպես էլ թեկնածուի բնակարանում թեկնածուներ բերման ենթարկեցին, պետք է ընդգծենք, որ թեկնածուներից մեկը մանկահասակ երեխայի մայր էր, ում հարցաքննության ընթացքում խոչընդոտել էին նրա փաստաբանի մուտքը վստահորդի մոտ։ Դրան անմիջապես զուգորդեց նաև մյուս դաշինքի, մեր քաղաքադաշինքի թեկնածուների բերման ենթարկման գործընթացը, այդ թվում քաղաքական ուժի առաջնորդ Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու ձերբակալման որոշումները, ընդ որում ընդգծենք, որ որդին հանդիսանում էր տվյալ քաղաքական ուժի թեկնածու, ցուցակում ընդգրկված, եւ եւս երկու այլ թեկնածուների բերման ենթարկեցին Գյումրուց Երևան քաղաք։ Պետք է ընդգծենք, որ սա այս երկրորդ դեպքը հերթական աննախադեպն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրական գործընթացներում, երբ տեղական ինքնակառավարման մարմնի մասնակցող ընտրական ուժի ներկայացուցիչի ղեկավարած թեկնածուի ամերձավոր ազգակցականներին այսպիսի սեղմ ժամկետներում քարոզչության ընթացքում, երբ ընդամենը 3 օր է մնացել ընտրություններից առաջ, նմանաբնույթ ներգործություն են իրականացնում։ Պնդում ներկայացնենք, բնականաբար, եթե առկա է իրավախախտում, ընտրական գործընթացում տեղի են ունեցել հանցագործություններ, բնավ մենք չենք ընդգծում, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնպահ մնան իրենց գործողությունների իրականացումից եւ չգնան հանցագործության հատկանիշների մասին հետքերով, բայց դա պետք է իրականացվի անկախ, անկողմնակալ եւ որևէ կերպով նախընտրական քարոզչության սահմանները չշրջանցի եւ ազդեցություն չունենա որևէ քաղաքական ուժի նախընտրական քարոզչական գործընթացի վրա, իսկ այս պարագայում արձանագրել ենք, որ Մայր Հայաստան դաշինքի պարագայում այդ քաղաքական ուժը հենց երեք ուներ պլանավորած խոշոր հանդիպում քաղաքացիների հետ եւ ակնհայտ խոչընդոտում էր այդ հանդիպման կազմակերպչական աշխատանքների։ Երեկոյան բոլոր քաղաքական ուժերի առաջնորդները ունեին բանավեճ հանրային հեռուստաընկերության շրջանակներում եւ բնականաբար կարող ենք համարել, որ հոգեպես ներգործություն ունեցան տվյալ ղեկավարների վրա։ Բացի այդ, ժողովուրդ օրաթերթից տեղեկատվություն ենք ստացել, որ Գյումրում ազգային անվտանգության ծառայության վարչության ղեկավարը հանդիսանում է իշխող ուժի քաղաքացիական պայմանագրի թեկնածուի Սարիկ Մինասյանի ազգակցականը եւ ըստ օրաթերթի իրենք որոշակի տեղեկատվություններ են ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, իրենց մրցակիցների վերաբերյալ հավաքում եւ տրամադրում այս ուժին, դրա մասին օրինակ որպես դիտորդական առաքելություն մենք կարող ենք պնդում կատարել, երբ քաղաքական մեկ այլ ուժի ներկայացուցիչի վերաբերյալ այս թեկնածուն ներկայացրեց տեղեկատվություն, որ վերջինս դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նպատակով եւ հետագայում պարզ դարձավ, որ այս թեկնածուն ընդամենը ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակի վերաբերյալ տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով ու այդպես էլ չբացահայտվեց, թե որն էր այդ տեղեկատվության ծագումնաբանությունը եւ աղբյուրը։ Բացի այդ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից, ինչպես նաև հանրային ահազանգեր, որ աջակիցները ընդդիմադիր քաղաքական ուժերի, մրցակիցների բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ եւ ստանում են հորդորներ իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, ինչը եւս ակնհայտ մարդկանց հիմնարար ընտրական իրավունքի խախտում է։
Ընդգծենք, որ ընտրական իրավունքը որպես քաղաքական իրավունք իրականացվում է ոչ միայն ակտիվ կերպով, երբ քաղաքացին գնում եւ ընտրություն է կատարում, այլև այն պասիվ դրսևորում ունի, դա հենց քաղաքական ուժերի թեկնածուների մասնակցությունն է եւ ընտրվելու հնարավորությունը եւ նման միջամտությունը երկուստեք խաթարում է մարդկանց հիմնարար քաղաքական իրավունքը եւ կրկին ընդգծում ենք իրավապահ մարմինները պետք է դրսևորեն անաչառ օբյեկտիվ արագ օպերատիվ հետախուզական գործունեություն, բայց այդ գործունեությունը ըստ մեր ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքի, ըստ մեր սահմանադրության հավասարության սկզբունքի, ըստ իրենց պարտավորվածության գործելու համաչափ եւ որոշակի որևէ կերպով չի կարող ներառել նախընտրական քարոզչության շրջանակների վրա եւ սահմանափակի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունը իսկ երեկվա իրադարձությունները գալիս են պնդելու հակառակը ընդգծենք որ մեր երկրում որևէ մեկ անմեղության կանխավարկածը չի չեղարկել իսկ անմեղության կանխավարկածը ասում է որ մարդն անմեղ է քանի դեռ նրա մեղավորությունը հաստատված չէ օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճռով այսօր ունենք իրավիճակ երբ երկու քաղաքական դաշինքներից իմ տեղեկատվությամբ 4 թեկնածու եւ մերձավոր ազգական են բերման ենթարկվել եւ ակնհայտ է, որ այս process-ը նախընտրական շտաբերում օպերատիվ հետախուզական աշխատանքները գալիս են խանգարելու եւ դանդաղեցնելու այս քաղաքական ուժերի քարոզչական աշխատանքները եւ վնասում են կազմակերպչական աշխատանքներին։ Բացի այդ, օրինակ միայն այն հանգամանքը որպես անաչառ դիտորդ երբ դիտարկում ես, որ երբ մարդուն Գրիգորյանի հայրը եւ որդին բերման են ենթարկվում, նրանց մեղադրանք է առաջադրվում եւ իրավապահ մարմինը որպես խափանման միջոց հրաժարվում է կալանքի ու տնային կալանքի տանելուց, այլ ընդհանրապես վարչական վերահսկողության համար է դիմում, ակնհայտ գալիս է հենց տրամաբանության շղթայում պնդելու, որ այս մարդիկ որևէ վտանգավորություն ներկայացնող հանցագործություն չեն գործել, որ կարիք կլիներ նրանց մեկուսացնելու նախընտրական քարոզչությունից եւ ընդամենը կարճաժամկետ միտումով իրավապահ մարմինները միջամտություն են կատարել։ Այսինքն պնդումը այն է, որ իրավապահ մարմինները այո, հանցագործության հատկանիշների պարագայում պետք է միջամտություն իրականացնեն, բայց այդ միջամտությունը մեր անաչառ դիտորդի համար որևէ կասկածամտության տեղիք պետք է չտար, որ իրենց գործողությունները անկախ եւ անկողմակալ ու օբյեկտիվ են եւ միտում չունեն նախընտրական քարոզչության ընթացքում եւ ընտրական ողջ գործընթացում քաղաքական ուժերի համար անհամաչափ եւ անհավասար պայմաններ ստեղծելու։ Հետևաբար մենք կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել մանիպուլատիվ քարոզչությունների, հանկարծ չահաբեկվել, ցանկացած ահաբեկման պարագայում, ցանկացած ուղղորդման պարագայում, առավել եւս երբ միջամտում են տարբեր ծառայության աշխատակիցներ, դիմելու մեր դիտորդական առաքելությանը, մեր տվյալները հասանելի են եւ գնալու ու իրացնելու իրենց ազատ հավասար ուղղակի ընտրական իրավունքը գաղտնի քվեարկությամբ մենք ինքներս մեր դիտորդական առաքելության ողջ կազմում այդ օրը լինելու ենք Գյումրիում, բարեբախտաբար ներկայացվածություն ենք ունենալու տեղամասային կենտրոններում եւ կրկին անգամ տեղեկացնում ու իրազեկում ենք ձեզ հարգելի գյումրեցիներ, որ որևէ մեկը ձեզ